նամակը գրել եմ պատգամավորին, պատասխանումից ստացել եմ, չեմ ստացել, ես դրանով չեմ բավարարում։ Ես հետևողականորեն փորձել եմ իրանց դա բացատրել։ Եթե դա չլինի, ես դիմելու եմ ժողովրդի աջակցության։ Ասեմ, տեսնում եք, այն ինչ որ ես հիմա ես օրինակ ոչ մի մարդու չեմ խնդրել որ գա։ Ձեզ խնդրել են լրագրողներին, այն էլ հետաքրքրության դեպքում, եթե հետաքրքիր է, ցանկալի է, եկեք լուսաբանելու։ Ոչ մի մարդու չեմ խնդրել որ գան, հիմա փողոցը փակեին, իրանց բռնեին, տանեին, ըստ ոստիկանության հետ, բախումը, դրա կարիքը չկա։ Ես մենակով այդ չարչարա, էսա չարչարանքա, տեսնում եք, չէ՞, հեշտ չի ընթանում էս ամեն ինչը։ Ես իմ բաժին ծանրությունը, չարչարանքը միայնակ տանում եմ։ Որ պահին, որ ես տեսա, որ իմ միայնակը լնելը դժվարացնում է գործը եւ ինձ պետք է այլ մարդկանց աջակցություն, ես այդ ժամանակ խնդրել եմ ժողովրդին այս նույն բանը անելու համար։ Հետո ասիկի ժողովրդի աջակցությունը ոչ մի այլ բան չի ենթադրում, քան որպիսի մենք բոլորս միասին խնդրենք մեր падգամավորներին, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն առանց նման հիստերիկ, ամբիցիոզ դրսևորումներով։ Սա հիստերիայի դրսևորում է, այսօրվա Ռուբինյանի վարքագիծը, սա միամիտ հիստերիկ մարդու վարքագիծ է։ Հիմա ինչ եք անել, պարոն Ղազարյան։ Գրաֆիկ ունեմ։ Գրանցվել եմ ես բոլոր, մենակ վաղը չկա հանդիպում, գրաֆիկով ես սրանց ցանկի չեմ թողնելու։ Հերթով սամը իրանց կողմից սահմանված օրը, հեսա անձնական նամակներն եմ գրելու, անձնական Վահագն Ալեքսանյանը ինձ մի հատ պատասխանը գրել, որից ես հասկացել եմ ինքը իմպիչմենտի էությունը չի պատկերացնում։ Պետությունը ամեն ամիս 250,000 դրամ գումար է տալի падգամավորին, կոչվում է падգամավորական ծախսերի փոխհատուցում, որպեսզի իրանք սրճարաններում, ռեստորաններում մարդկանց հետ հանդիպեն, քննարկեն։ Հիմա պիտի խնդրեմ Վահագն Ալեքսանյանը այդ գումարների հաշվին Երևանի կենտրոնի մի ռեստորաններից մեկում ինձ համար պատվիրի մի հատ ամերիկանո, մի հատ բյուրեղ, իր համար մի լագյան ուտելիք, ամեն ինչով, ինքը ասենք նստենք, ինքը ուտի ես խոսեմ, ինքը ուտի ես խոսեմ, որովհետև երբեմն մարդու ուղեղը աշխատում է, երբ որ ստամոքսի հետ կապված խնդիրները արդեն լուծված, եկեն ինֆորմացիան ընկալունակությունը բարձր է, եթե ստամոքսը պարունակություն, հիմա ինքը ուտի ես խոս, բացատրեմ, դա պիտի անպայման ուտելով ուղղեք, սոված փորով եղավ, ինձ թվում է ոչ մի արդյունք մենք չենք ունենալու։ Մանավանդ ես վերջեսենի հայլը կարող է ճիճու-միճու էլ դա ունենա։ Հիմա դա պիտի ուտի ես խոսեմ, որից հետո պիտի հասկանա, թե ինչ է իմ ասածը, ինքը գրավոր պիտի գրի, ասի ես հասկացա ձեր ասածի էություն։ Եթե չէ, պիտի ժողովրդով հավաքվենք, տանենք նրանք ուրիշ տեղ կերակրենք։ Որ պիտի հասկանան, այդ մարդիկ չեն կարող խուսափեն այդ պատասխանատվությունից։ Իրանց պարտականությունն է դա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։